Միքայել Սրբազանը ձեզ ուղված նամակ է ուղարկել օրհնություններով, շնորհակալությամբ, ինչ զգացումներ ապրեցիք, երբ ստացաք Սրբազանից այդ նամակը։ Գիտեք, իհարկե դա այսպես մեծ պատասխանատվություն է եւ մյուս կողմից խոնարհումս իրեն իհարկե, սա նշանակում է, որ մենք պարտավոր ենք շարունակել այն գործը, որը Միքայել Սրբազան անում էր, այսինքն ճշմարտության տարածումը, ճշմարտության մասին խոսելը իհարկե լավ կլինի Միքայել Սրբազանը ազատության մեջ անի այն ինչ անում էր, խոսել ճշմարտության մեր խնդիրների մասին, այնուամենայնիվ բանտում էլ իրեն բանտելով էլ չկարողացան բանտարկել իր խոսքը ճշմարտության մասին իր մտքերը, այնպես որ այս առումով կարծում Նիկոլ Փաշինյանը չշահեց բանտարկելով հարգարժան հոգևորականների, այդ թվում նաև Միքայել Սրբազանին։ Մյուս կողմից մենք հնարավորություն ստացանք նաև այլ տեսանկյունից եւ այլ պայմաններում տեսնել այդ հարգարժան հոգևորականներին, ովքեր իրենց սկզբունքների համար պատրաստ են, ճշմարտության համար պատրաստ են նաև բանտարկություն